Տիկին Խամոյան, ձեր ցուցակում տեսնում ենք, որ օրինակ առաջին տասնյակում մեկ ընտանիքից 2 հոգի կա, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող պատգամավոր որդին Լևոն Քոչարյանը, սա ինչպես է ստացվել, որ նման որոշում է կայացվել։ Ես անկեղծ ասած ձեր հարցը չեմ կարողանում ընկալել։ Լևոն Քոչարյանը արձանագրումը ռետորական էր, հարգելի Նարեկ։ Լևոն Քոչարյանը գործող պատգամավոր է։ Լևոն Քոչարյանը նախորդ մեր դաշինքի ցուցակում զբաղեցրել է 5-րդ հորիզոնական 50-րդ ներողություն եմ խնդրում, զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը եւ քննարկումների արդյունքում արդեն նոր ձևավորված դաշինքով, դուք գիտեք, որ մեր դաշինքը բաղկացած է դաշնակցությունից, բաղկացած է առաջ կուսակցությունից նոր միացած եւ նախագահի, քանի որ նախագահ կուսակցություն չունի, Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չունի, բաղկացած է իր թիմից եւ ցուցակը, հարգելի Նարեկ, ձևավորվել է ըստ էության այդ երկու կուսակցությունների համագումարի եւ քննարկումների արդյունքում։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստան դաշինքի գործող պատգամավորները արդեն իրենց համար տեխնացուական տեղեր են ամրագրում այլ կուսակցություններում, այլ քաղաքական ուժերում, սա ինչպես է մեկնաբանում, այսինքն գործող պատգամավոր են ձեր խմբակցությունով եւ տեխնացու այլ քաղաքական ուժ։ Հարգելի Նարեկ, քաղաքական գործընթացներ են, եթե դուք ասեք ում մասին է խոսքը, ես Վարդանյանն օրինակ։ Տիկին Վարդանյանը այդպիսի որոշում է կայացվել, բնականաբար այդ որոշումը քննարկվել է նաև գործող այսպես դաշինքի ֆորմատում եւ քաղաքական process-ների արդյունքում այդպիսի արձանագրում եք դուք այլևս ձեզ համար արել։ Ես կարծում եմ, որ որևէ այսպես արտառոց, ահասարսուր, տեկտոնիկ ինչ-որ տեղաշարժ եւ կամ իրադարձություն տեղի չի ունեցել։ Քաղաքական process-ներ են։ Դրա համար էլ քաղաքական process-ների ժամանակ մարդիկ մեկ լինում են մի ցուցակում, ցուցակը փոխվում է, նոր դաշինքներ են ձևավորվում։ Ես կարծում եմ, որևէ արտառոցը կլինի այն, երբ որ իշխանությունից որևէ մեկը գնա ընդդիմադիր դաշտ եւ ընդդիմադիր դաշտից որևէ մեկը գնա իշխանական դաշտ։ Սկզբունքայնություն կա, չէ՞, դա այդքան էլ Ես պետք է սովորական կարծում եմ, որ չլինի։ էթիկապես ճիշտ չի, եթե ես տիկին Էլնար Վարդանյանի փոխարեն պատասխանեմ, որ ասում ենք այս մարդիկ իրար հետ են, իրադարձությանը հետևյալ։ Տիկին Խամոյան, հիմա իշխանությունը ասում է, այ տեսեք, ժողովուրդ, մենք որ այսքան ասում ենք, այս ուժերը իրար հետ էին, տեսեք, մի խմբակցությունով պատգամավոր են, մի այլտեղ տեխնացու են եւ խնդիր չեն տեսնում։ Սա իրապես չի հիմնավորում իշխանության մեղադրանքներ, որ Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը մեկ թիմ են իրականում։ Բնականաբար Քոչարյանը, Ծառուկյանը եւ ով Կարապետյանը, Սամվել Կարապետյանը մեկ թիմ չեն։ Իրենք ունեն տեսլական, այն է իշխանափոխության տեսլականը։ Իրենք երեքն էլ ընդդիմադիր դաշտում են գործունեություն ծավալել։ Դա այո, ընդհանրություն է, բայց մեկ թիմ չեն։ Եթե լինեին մեկ թիմ, կգնային ընտրություններին մեկ միասնական ցուցակով։ Յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը, յուրաքանչյուրը ունի իր տեսլականը տարբեր քաղաքական process-ների եւ հարցերի վերաբերյալ, ուստի պնդում անել, որ մեկ թիմ է, բնականաբար դա այդպես չի։ Հարգելի Նարեկ, ինձ զարմացնում է այն զարմանքը իշխանությունների մոտ առկա եւ հատկապես նաեւ լրատվական դաշտում, քննարկումների մակարդակով սոցիալական ցանցերում, որը զարմանք է հարուցում, թե ինչպես կարող է ընտրություններից հետո արդյունքների դեպքում, երբ որ որևէ մեկը չվերցնի մեծամասնություն, ձևավորվի կոալիցիա։ Դա շատ բնական քաղաքական process է, բայց իմ համար նաև հասկանալի չի իշխանությունների պահվածքը, որովհետև մեկ ասում են, օրինակ մեր Հայաստան դաշինքին դիմելով ասում են, որ դուք անցողիկ շեմը չեք հաղթահարելու։ Սամվել Կարապետյանի ուժի մասով ասում են, դե մի քանի մանդատով կգաք այստեղ կնստեք, չգիտեմ, Ծառուկյանի մասով մեկ պարզվում է օլիգարխա, մեկ պարզվում է օլիգարխ չի, այդտեղ առհասարակ անհասկանալի ինչ-որ process-ներ են իրենց գնահատողական դաշտում, բայց մյուս կողմից էլ ժողովրդին այսպես փորձում են իբր վախեցնել, որ հեսա անդիմությունը գալու է, միավորվելու է
կոալիցիոն կառավարություն է ձևավորելու քաղաքական process-ներ են, մենք մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխության process-ը, մենք չենք խոչընդոտելու այդ գործընթացին։ Դա շատ նորմալ, բնական, քաղաքական, adekvat, մենք շատ հստակ արձանագրել ենք, թե ինչպիսի կոալիցիա կձևավորվի եւ ով կլինի վարչապետ, մենք այդ հարցերին այսօր պատասխանել չենք կարող, բայց մենք ի տարբերություն մնացած ընդդիմադիր դաշտում գործող բոլոր ուժերի շատ հստակ հայտարարել ենք, որ մենք, եթե մեզանից կախված լինի իշխանափոխության process-ը, միանշանակ չենք խոչընդոտելու այդ փոփոխությանը։ Պարոն Քոչարյանը իր ամբիցիաները կդնի մի կողմ եւ օրինակ կողմ քվեներ տա, որ օրինակ Նարեկ Կարապետյանը, չգիտեմ, լինի վարչապետ, պատրաստ է իր ամբիցիաները մի կողմ դնել։ Ես չեմ կարող հիմա սցենարներ նկարագրել, թե ինչպիսի ձայների հարաբերակցություն կլինի։ Ես չգիտեմ, թե ընդդիմադիր դաշտում ով է հավաքելու ձայների մեծամասնությունը։ Ես շատ հստակ արձանագրում եմ, սիրելի Նարեկ, որ եթե փոփոխությունը կախված լինի մեր ձայներից, մենք խոչընդոտ չենք հանդիսանալու այդ փոփոխությանը, որովհետև մեզ համար թիվ 1 նպատակը դա իշխանափոխությունն է, այս իշխանությունների հեռացումն է։ Մյուս կողմից մենք նաև շատ հստակ արձանագրում ենք, որ մեր քաղաքացիները հունիսի 7-ին շատ կոնկրետ ընտրություն պետք է կատարեն։ Այս ձևակերպումը ես իրականում շատ հավանել եմ եւ կարծում եմ, որ շատ դիպուկ նկարագրում է ստեղծված իրավիճակը։ Պետք է ժողովուրդը ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման եւ փորձառության միջև։ Հիմա պարոն Քոչարյանը որն է փորձանքը, փորձառությունը թե փորձը։ Պարոն Քոչարյանը փորձառությունն է, իր կենսագրությունը խոսում է դրա մասին, այն տնտեսական աճը, որ արձանագրվել է իր տարիներին, այն խաղաղ տարիները, որ արձանագրվել են, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները այս տարիների ընթացքում նաեւ դուրս գալով են հակաքարոզչության ահռելի ծավալներից, որ լցվել է իրենց գլխին, շատ հստակ իրենց համար արձանագրել են, թե ում օրոք են իրենք լավ եւ խաղաղ, իսկապես խաղաղ ապրել։ Շնորհակալ եմ։ Օրինակ ես մի հատ մեկ բանել եմ։ Րոպե խոստացար եւ դուք լրագրող եք, Տիկին Խանոյան։ Ես բայց պայմանավորվածություն վերջացնում եմ։ Տեսեք, դուք նաեւ Մենք ասֆալտից ասֆալտապատման խնդիրն եք նաեւ բարձրաձայնում եւ քանի որ շտապում եք միանգամից հարցը տամ, Դավիթ Խուդատյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ 19 կիլոմետր Սյունիքի մարզում Տաթևի ճանապարհը քանդելու են, որտեղ անորակ է եղել եւ չի բավարարում իրենց։ Բյուջեից հսկայական գումարներ է դուրս գրվել եւ այդ շինարարությունը ասֆալտապատումը իրականացրել է Քոչարյանների հետ խնամիական կապեր ունեցող AAB ընկերությունը։ Դուք ինչպես կմեկնաբանեք սա, որ անորակ շինարարություն են արել։ Անցնեն նոր պատասխանեմ, թե բարև ձեզ։ Եթե ձեզ ժամանակ է պետք մտածելու համար թե ինչ բան։ Չէ, ես կարող եմ խնդրեմ պատասխան։ Հարգելի Նարեկ, ես պատասխանը շատ հստակ է իմ եւ ես կարծում եմ, որ այստեղ ըստ էության պատասխանելու մի մեծ բան էլ չկա։ Տենդերը հայտարարում է պետությունը։ Տենդերի իրականացման պատասխանատուն պետությունն է եւ պատասխանատվության ենթարկողը պետությունն է։ Հիմա դուք ինձանից ինչ ակնկալիք ունեք, այսինքն ամեն ինչ իրենց ձեռքում է։ Եթե անորակ ասֆալտ է եղել, թող վերահսկեին անորակ ասֆալտ չլիներ, թող պատասխանատվության ենթարկեն։ Այսինքն ես ինչ պետք է այդ հարցին պատասխանեմ։ Այսինքն ես պետք է պատասխանատվություն կրեմ նախագահ Քոչարյանի խնամու բարեկամի անորակ ասֆալտի համար։ Չէ, քաղաքական գնահատական։ Դա քաղաքական գնահատական չի ենթադրում, հասկանում եք։ Չէ, որ պետության փողերով անորակ ասֆալտ են։ Ես վստահ եմ, պետության փողերով, հարգելի Նարեկ, անորակ ասֆալտ են անում։ Ամբողջ իրավապահ կառույցները եւ ամբողջ գործիքակազմը իրենց ձեռքին է, իմ ձեռքին չի որպես ընդդիմություն։ Իրանք ընդդիմություն չեն, իրանք 8 տարի է իշխանության են արդեն եւ պատասխանատուն իրենք են։ Անորակ ասֆալտի պատասխանատունել են իրենք, անորակ ճանապարհների պատասխանատունել են իրենք, քաղաքի ես համատարած փոսերի պատասխանատուներ են իրենք։ Ես ինքս մեքենա եմ վարում, ոչ կայանատեղի կա։ Ճանապարհները խայտառակ վիճակում են։ 2 օր առաջ Գյուրջանում էլ նոր օվկիանոս էր գոյացել։ Դրանից հետո էլ համացանցում արձանագրեցի, որ քաղաքապետարանը, կներեք այս բառի համար, լայախ չի արել, գնա այդ փոսերը մաքրի գոնե։
Ջրահեռացման համակարգը դուք գիտեք, չգիտեմ, ձեզ հետաքրքիր է այս ինֆորմացիան, թե չէ։ Դուք գիտեք, որ 25 թվականին ջրահեռացման համակարգի բյուջեն 1 միլիարդով կրճատել են։ Իսկ դուք գիտեք, որ 25 թվականին 9 միլիարդով ավել գույքահարկ են հավաքել։ Բայց այդ փողերը ինչի վրա եք ծախսում։ Քոչարյանի, Խնամու, Բարեկամի, ասֆալտը, Խնամու, Բարեկամի, չգիտեմ ես ում մասին է խոսքը։ Ես Խնամու եղբոր մասին է խոսքը։ Okay, իրանք պետություն են, գործիքները ամբողջությամբ իրանք ձեռքն է։ Գտել են, ասում են Okay, ես ինչ պետք է անեմ դրա համար։ Իսկ այս Երևան քաղաքի անորակ ասֆալտի պատասխանատուն ով է։ Ով է պատասխանատուն։ Ասենք Ավինյան Տիգրանը երեք առավոտյան նիստն եմ նայում քաղաքապետարանի, մուննաթ է գալիս բոլորի վրա։ Մի հատ էլ սիրողական ոճով հետաքրքրում ասում է Գյուրջանում ինչ է կատարվում։ Հեչ, եղբայր, ոչ մի բան չի կատարվում։